Վիրահատությունը որպես անհրաժեշտ մասնագիտություն և ուղղություն դա կարևոր է մարդկանց համար և պացիենտների ծայրահեղ դեպքերում, բայց այն ինչ այսօր է կատարում, դա ավելի շատ արդեն նման է պանդեմիայի, երբ բոլորը վազում են այնպիսի մեթոդների են շատերը դիմում, որոնք իրենց նոր հիվանդություններ են առաջացնում։ Այդ առումով դա մի կողմից մարդկանց ծանր հետևանքների է առաջ բերում, մյուս կողմից շատերին զրկում է բժշկվելու հնարավորությունից։ Վիրահատությունը որպես մասնագիտություն նորից ընդգրկում անհրաժեշտ է, բայց այն հիվանդությունը, որը հնարավոր է բժշկել, եթե չի բժշկվում, միանգամից վիրահատվում է, ապա այսինքն հեռացում է օրգանը կամ օրգանի որոշ հատված կամ ամբողջ օրգան համակարգը, ապա այդ հիվանդությունը կարող է վերածվել անբուժելի։ Օրինակ, եթե կան միոմաներ և միոմաների պատճառը լորձաթանթերի խրոնիկ բորբոքումների հետևանքներ, այսինքն առաջացած, այսինքն պատճառը դա էր, կամ պատճառն է կալցիումի յուրացման անկումը եւ այլն, եթե հեռացվեց ամբողջ օրգանը, ապա հնարավորությունը բժշկել այդ հիվանդությունը նվազում է, այսինքն հավանականությունը, քանի որ ախտանիշներ այլևս չկան, օրգանիզմը այլևս չի տեսնում այդ օրգանների հիվանդությունը։ Դա մեկ, եւ երկրորդը, եթե մասնակի են հեռացվում, այսինքն գոյացությունները, վնասվում է նույն պոլիպներին է վերաբերում, նույն միոմանին, վնասվում է լորձաթանթը, այսինքն հիվանդությունը ավելի ագրեսիվ է վերածվում։ Եթե հիվանդությունը հետևանքներին են դիպչում, հիվանդությունը ավելի կարող է ագրեսիվ եւ ավելի ինտենսիվ դառնալ։ Ահա թե ինչու, օրինակ, երբ որ ուղարկում են հյուսվածքից մի կտոր վերցնում ուղարկում են հետազոտման, այսինքն պունկցիա են անում, ինչու է վերածվում ագրեսիվի հիվանդությունը։ Դրա համար նույնը վերաբերում վիրահատմանը, եթե վիրահատեցին, դա փաստ չի, որ այդ քաղցկեղը նորից չի առաջանա։ Օրինակ կարցինոմանների դեպքում, եթե մի տեղից հեռացնում են, կարող է մեկ ուրիշ օրգանում առաջանա, այդտեղից էլ հեռացնում են մեկ ուրիշ օրգանում եւ այդպես շարունակ։ Նույնը վերաբերում վահանաձև գեղձին։ Մի կտորը հեռացեցին, կարցինոման առաջանալու է մյուս բիլթում։ Մյուս բիլթը հեռացեցին, առաջանալու մաշկում, որովհետև պատճառը չի հեռացվել, այլ հեռացվել է հետևանքը հիվանդության։ Իսկ հիվանդության հետևանքը հեռացնելու դեպքում ախտանիշները այլևս չեն լինում եւ բժշկման հավանականությունը նվազում է, այստեղ նաեւ բուժող բժշկի հմտություններն են կարևոր, չնայած որ բուժող բժշկի համար է դժվարանում վիրահատված պացիենտին ավելի դժվար է բժշկել, քան չվիրահատված։ Նաև նշեմ, որ շատ պացիենտներ ուղղակի զոհ են դառնում էմոցիաների եւ պրովոկացիաների, այսինքն շատ դեպքեր կան, երբ պացիենտները դիմում են եւ պատմում են, թե ինչպես են իրենց ճնշում գործադրել իրենց վրա վիրաբույժները եւ մասնավոր եւ ինչու՞ չէ որոշ դեպքերում եւ հիվանդանոցները պետական քաղաքային, այսինքն ճնշում է գործադրվում, վախեցնում են, որ վերջ արդեն շատ է տարածվել, շատ է խնդիրը, պետք է հեռացնել, ավելի լավ է շուտ անել։ Նաև նշեմ, որ պետպատվերի դեպքում էլ կոնկրետ պետությունն է մուծում վճարում, այսինքն շատ կլինի որպես կազմակերպություն իրենց շահավետ է, որպեսզի իրենք այդ վիրահատությունը անեն եւ գումարները բյուջեից հատկացվի իրենց։ Ահռելի գումարներ են հատկացվում եւ պետությունն էլ որպես այսօր առողջապահության նախարարություն ոչ ճիշտ ձևով է տեղաբաշխում իր ծախսերը, շատ անիմաստ վիրահատություն են լինում, անիմաստ տենդավորումներ են կատարում եւ ահռելի գումարներ հենց այնպես գնում են առանց գիտակցելու, թե դա պետք է թե ոչ, ահռելի գումարներ են մեր բյուջեից գնում անիմաստ բուժումների վրա, որոնք արդյունք չեն էլ տալիս։ Եվ փոխարենը բուժելը, օրինակ
ստենդավորման տեղը, եթե խոլեստինը իջեցվեր, բժշկվեր, ոչ թե ստատին խմեցնելով, այլ իսկապես լյարդը բժշկվեր, խոլեստինը ինք իրանով իջներ, անոթները կբացվեն, ստենդավորման կարիք չէ լինի, բայց եթե ստենդավորել են այդ անոթը, խոլեստինը նոր չեն բժշկում, ստատիններով վնասում են լյարդին, 1 տարի հետո մյուս անոթը պետք է ստենդավորեն, եւ այդպես շարունակ, այսինքն անիմաստ եւ առողջապահության նախարարությունը ոչ արդյունավետ ծախսեր եւ պացիենտները իրենք էլ իրենց ծախսերը նրանք ովքեր վճարովի են անում, իրենց չեն բացատրում, թե ինչ հետևանքեր ունենալու նույն ստենդավորումը, լինում է, որ երակի մեջ որ մտնում են, ստուգում են, երակներն են վնասում, շատ դեպքեր են, մի թվա դրանից հետո չի աշխատում, լավ չի աշխատում, այդ ամեն ինչը չեն ասում։ Եվ եթե բուժող բժիշկը նույնիսկ ամենաանբուժելի հիվանդությունը վախացնում է դրանով, նա բժիշկ չէ, ճշմարիտ բժիշկը սկզբից պետք է հույս տա եւ վախացնելու փոխարեն ճիշտ բացատրի, ճիշտ ցույց տա, մնացած որոշումը պացիենտն է կայացնում։ Եթե պացիենտի որոշման վրա արտաքին ձևով ազդում է, այսինքն որոշման վրա ազդեցություն ունեն բժիշկը, ճնշման միջոցով նա բժիշկ չէ։ Եվ այստեղ նույնը պացիենտներին է վերաբերում, վիրահատությունը հեշտ ճանապարհ է շատերի համար, կարծում եմ վերջ գնացին 10 րոպեով կամ կես ժամ, մի ժամով հեռացեցին, վերջ ազատվում են, իրականում դա թակարդ է, որովհետև հիվանդությունը մնալու է, հետագայում ավելի դժվար է։ Ճիշտ է, բժշկումը ժամանակ է պահանջում, 1 տարի, 2 տարի, համբերություն է պահանջում, բայց դա լինում է արդյունավետ ամեն կողմից, իսկ վիրահատությունը կարճ ժամանակով բերեց հանգստի, իբր թե մարդը հանգիստ է, թե հեռացել են, բայց հիվանդությունը մնաց։ Դեղապարտի հեռացումների շատերը այսօր 90%-ը չեն վախենում այդ թվից, 90%-ը իզուր տեղն է։ Վահանաձև վիրահատությունը 90-95%-ը իզուր տեղն է։ Նույնը վերաբերում է կարցինոմաների վիրահատությունները, որոնք ծանր հետևանքներ են հետևում։ Այսինքն շատ դեպքերում լինում է բժշկել, բայց կարցինոմաներին համբերություն է պետք ժամանակ։ Նույնը վերաբերում է ստամոքսին, այսինքն մի կտորը հանում են, հեռացնում են եւ այդպես շարունակ։ Հայցախի հեռացումը մեծ հետևանքներ է, այնինչ կարելի է բժշկել։ Նույնը վերաբերում է օրինակ երբ որ հեռացնում են վերջույթներից կամ մատերից մեկը գանգրենաների ժամանակ, շատ գանգրենաներ հոմեոպաթիկ միջոցով լինում է բժշկել։ Եվ այսպես շարունակ, այսինքն հեռացումը դա վիրահատությունը պետք է լինի այն դեպքում, երբ հիվանդությունը արտաքին պատճառ ունի, այսինքն հարված կամ տրավմաներ է եղել, վթար է եղել եւ կամ օտար մարմին է մտել օրգանիզմ։ Այն հիվանդությունը, որը ներքին ասկեն օրգանիզմի կենսական ուժի եւ կենսական էներգիայի խախտման հետևանքով է առաջացել, դա պետք է ներսից բժշկել։ Այդտեղ վիրահատությունը չի կարող օրգանիզմին վերջնական օգնել։ Իսկ այն, որ կասեն, թե քաղցկեղը հեռացեցին, մարդը ապրում է, ինչի հաշվին, այդ ամենը սկզբից չեն ասում, որ վիրահատելուց հետո քիմիաթերապիայի վրա է այդ մարդը, այսինքն քիմիաթերապիայի վրա ամբողջ կյանքը ապրելու, հնարավոր է նաև հատումներով նաև ճառագայթման գնա, չեն բացատրում, որ հետո հնարավոր է կրկնվի ավելի բարձր, այսինքն վիրահատվեց, միայն վիրահատվելուց հետո նոր ասում են, որ քեզ քիմիաթերապիա է պետք, թե չէ կկրկնվի։ Քիմիաթերապիայով մարդիկ շատերը ոնց որ դա ինքնաոչնչացման ճանապարհ է, դանդաղ մահ։ Նորից եմ կրկնում, որոշ դեպքերում անհրաժեշտ է, բայց այն քանակով, ինչ որ այսօր է արվում, դա բիզնես է, դա մեծ վնաս է շատ պացիենտների։ Եվ պացիենտները իրենք պետք է գոնե գիտակցեն դա, որովհետև այսօր առողջապահությունը ամբողջ աշխարհում դառել է բիզնես, չկա բնակչության համար, մեր բնակչության առողջության համար իրականում ֆարմ կազմակերպությունները չեն մտածում, առողջ է